Ում պաշտպանության համար եք եկել քննչական։ Ես Հրայր Սարգսակ Հակոբյանի եւ Աղասի Արշակյանի պաշտպանությունն եմ ստանձնել։ Ես ստանձնել եմ ուրեմն Հրայր Սարգսակ ուրեմն Հակոբյանի եւ Աղասի Արշակյանի պաշտպանությունն եմ ստանձնել։ Մեղադրանք առաջադրվեց բան։ Այո, մեղադրանքի առաջադրվել, երկուսն էլ ձերբակալված են։ Ընդունեցին առաջադրված։ Ոչ, երկուսն էլ չեն Ինչ հոդվածներով է առաջադրված։ 43, այսինքն ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանության յուրացման նախապատրաստություն։ Քննչական կոմիտեն Հնարավոր կալանավորման գործ է դատարանը։ Ենթադրաբար չէ, սպային որոշում ես չեմ ստացել խափամամիջոց կալանքի վերաբերյալ, բայց ենթադրաբար ինչքան հասկացա խափամամիջոց կալանք է ընտրվելու ու ներկայացվելու են դատարան։ Սարգսյան ձայնագրությունները դուք լսեցիք քննչական կոմիտեն ձայնագրություններ, որքանով են դրանք։ Ես գործի որևէ նյութերի ծանոթ չեմ, եթե անգամ ծանոթ լինեի չէի կարող ներկայացնել, որտեղ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն եմ։ Բայց քննչական կոմիտեն պարոն Սարգսյան հրապարակային ձայնագրությունները այսինքն ձեզ ասել են չխոսեք փաստաբաններին Այո, ստորագրել։ մենք ստորագրություն ենք տվել նաև մեղադրյալները, որ չեն կարող հրապարակել։ Եթե անգամ ծանոթ ենք, բայց ես իրականում ծանոթ չեմ այս պայդուրությամբ։ Որևէ նյութի չեմ տիրապետում։ Ավարտվեց քննչական գործողություն, իրենք հարցաքննվել են։ Մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննվելու քննչական գործողությունները ավարտված են։ Հիմա ես այլ աշխատանքային զբաղվածությունն եմ, միջև կսպասեմ, միջև տեսնեմ, եթե կալանքի են տանելու, արդեն որպեսզի ներկայանանք դատարան։ Իսկ քանիսն էին ըստ ձեզ նախաքննական մարմինը 14 անձի ձերբակալության մասնակցություն Ես չգիտեմ քանակը չեմ անում ձերբակալվածների, բայց որ դուրս էի գալիս, էլի մարդիկ էին բերման ենթարկել։ Չգիտեմ ովքեր էին։ Չեմ կարող ասել, ես ուղղակի չեմ տիրապետում, որպես այդպեսին ձերբակալվածների քանակին եւ Ձեր վստահորդը հիմա այստեղ ուր են տանելու, ինչ են անում։ Իմ վստահորդները երկուսն էլ քննչական վարչությունում են։ Իմ վստահորդներից մեկը ակնհայտորեն գլխից հիվանդ է, ուռուցք ունի գլխի մեջ։ Բժշկական փաստաթղթերը ներկայացված են, դրանք նաև իմ տրամադրության տակ են գտնվում։ Հիմա փոխանցեմ հարազատներին, որպեսզի թարգմանվեն եւ ներկայացնենք վարորդն իրականացնող մարմնին, կներկայացվի նաև դատարան։